Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի Ռուստանգերության հերթական լուրերն են։ Հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչումը եւ զանգվածային ոճիրներու կանխարգելման սկզբունքներուն համընդհանուր բնույթը։ ՄԱԳ-ի մեջ Գագիկ Թադևոսյան բարձրացրած է արհեստական բանականության միջոցով հայադիացության դարացման վտանգը։ Արցախի Գարոդեն ծնած ծաղկած այգին։ ԱՄՆ-ի Ջորջ Սկուլ դպրոցի աշակերտները այցելած են հայրուց ցեղասպանության թանգարան հիմնարկ։ Հայկական լեռնաշխարհի հնագույն քեդերը։ Իրանի իսլամական հեղափոխության բահաբաններու կորպուսը փակեց Հորմուզի նեղուցը ԱՄՆ-ի հարվածներեն ետք։ Հայրուց ցեղասպանության ճանաչման բանացևը դուրս մնացած է Իսրայելի խորհրդարանի օրագարկեն։ Արցախի պատմամշակութային ժառանգությունը կշարունակի վտանգի տակ մնալ։ Հայ ժողովրդին դեմ 1894-ին 1923 թվականներուն գործադրված ցեղասպանության ճանաչումը երկրորդ համաշխարհային պատերազմեն յետ ձևավորված միջազգային իրավական գարկի հիմնարար սկզբունքներեն մեկն է։ Անիկա կնպաստի անպատժելիության դեմ պայքարին, զոհերու հիշատակի պահպանման եւ զանգվածային ոճիրներու կրկնության կանխարգելման։ Հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության յուրաքանչյուր պաշտոնական ճանաչում կգերազանցի պատմական նշանակությունը։ Անիկա կվերահաստատի 1948 թվականի ՄԱԳ-ի ցեղասպանության ուխտակրի սկզբունքները, որոնց համաձայն պետությունները բարդավոր են կանխել եւ պատժել ցեղասպանությունը, ինչպես նաեւ խթանել ճշմարտության, արդարության եւ պատասխանատվության վրա հիմնված միջազգային մշակույթ։ 2026 թվականի հունիս 28-ին Իսրայելի կառավարության կողմէ հայրուց ցեղասպանության ճանաչումը առանձնահատուկ խորհրդանշական եւ իրավական նշանակություն ունի։ Ան կվերահաստատի միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքները եւ կհիշեցնե, որ զոհերու հիշատակը չի կրնար ստորաթասվիլ քաղաքական կամ աշխարհաքաղաքական նկատառումներով։ Այս քայլը գտիտվի նաև այն միջազգային համաձայնին մեջ, ուր մասնավորապես պաղեստինյան տարածքներուն մեջ քաղաքացիական բնակչության պաշտպանության վերաբերող լուրջ մտահոգություններ կան։ Այդ իրավիճակներու փաստական եւ իրավական գնահատականը կպատկանի ՄԱԳ-ի իրավասու մարմիններուն եւ միջազգային դատական ադյաններուն, միջազգային մարդասիրական եւ մարդու իրավունքներու հիման վրա։ Ցեղասպանության ճանաչումը չի նվազեցնել ներկա դարաբանքներու նկատմամբ ուշադրությունը։ Ընդհակառակը, ան կհաստատի, որ մարդկային արժանապատվության պաշտպանությունը համընդհանուր է, անգախ ցակումեն, գրոնեն կամ ազգային պատկանելիության են։ Միջազգային համագարկը հիմնված է այն սկզբունքի վրա, որ ոչ մեկ զոհ պետք է մորցվի եւ միջազգային իրավունքի ծանր խախտումները պետք չէ անդեսվին քաղաքական նկատառումները ելելով։ Անոր վստահելիությունը գախյալ է բոլոր իրավիճակներու նկատմամբ նույն իրավական չափանիշներու հետևողական գիրարգում են։ Այսպիսով հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչումը ոչ միայն պատմական արդարության վերականգնում է, այլև կարևոր ներդրում զանգվածային ոճիրներու կանխարգելման, միջազգային համագարկի ամրապնդման, խաղաղության, քաղաքացիական բնակչության պաշտպանության եւ մարդու իրավունքներու համընդհանուր հարգանք նպաստելու համար։ Արմենակ Աբրահամյան, Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի նախագահ, Արևմտյան Հայաստանի հայրու ժողով։ Արևմտյան Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչ Գագիկ Թադևոսյան ՄԱԳ-ի նիստին ընթացքին բարձրացրած է արհեստական բանականության եւ համացանցային հարթակներու միջոցով դարացվող հայադիացության վտանգը։ Ան նշած է, որ թեև արհեստական բանականությունը ժամանակակից կարևոր արհեստագիտություն է, սակայն որոշ պետություններ զայն օգտագործեն ադելության կառուցության համար։ Անոր խոսքով համացանցին մեջ մասնավորապես Ադրբեջանեն եւ Թուրքիայեն կդարացվին հայրու թեմ բռնության գոչեր։ Ան ընդգծած է, որ նման ադելախոսությունը վտանգավոր է եւ կշարունակի ցեղասպանական սպառնալիքի մթնոլորտը, որուն վերջին դրսևորումներն մեկը Արցախի հայ բնակչության բռնի դեղանումներ։ Գամարեսի մեջ Նարինե Հայրոմյանը ստեղծած է յուրահատուկ ծաղկաստանմը, որ դարձած է հազարավոր մարդոց հիացմունքի առարկա։ Ստեփանագերդեն ծնունդով Նարինեն իր այգին կգոչե Արցախի իր անկյունը հայրենիքի գորստյան ցավն ու գարոդը հաղթահարելու համար։ 2020 թվականի պատերազմեն յետք ընտանիքին ցերկ բերած հողամասը դարիներու ընթացքին վերածված է քունակեղ այգիի։ Նարինեն կխնամե հարյուրավոր բույսեր եւ իր այգեգործական փորձառությունը կբաժնե ընկերային ցանցերու միջոցով, ոգեշնչելով բազմաթիվ հետևորդներ։ Անոր համար այգին բարձրապես բույսերու հավաքածոմը չէ, այլ կյանքի, հիշողության եւ հայրենի հողին հանդեպ սիրո խորհրդանիշը։ Հայրուց ցեղասպանության թանգարան հիմնարկը հուլիս 8-ին 11-ը հյուրընկալած է ԱՄՆ-ի Պենսիլվանիա նահանգի Ջորջ Սկուլ դպրոցի աշակերտները Genocide Education Project ծրագրի համագործակցությամբ կազմակերպված ամառնային դպրոցի շրջանակին մեջ։ Ասիկը առաջին անգամն էր, երբ ԱՄՆ-ին ժամանած աշակերտներ ցեղասպանության մասին գրթական ծրագրի ծիրին մեջ այցելած են թանգարան հիմնարկ։ 4 օրերու ընթացքին անոնք մասնակցած են դասախոսություններու եւ այցելություններու, ուսումնասիրելով ցեղասպանության պատմությունը, կառուցության թերը, վերաբրողներու
վկայությունները, ինչպես նաև Ավրորա Մարտիկյանի «Կյանքն ու հոգիներու աջուրդը» ֆիլմը։ Աշակերտները այցելած են նաև Ծիծեռնագապերտի հուշահամալիր, Մադենատարան եւ Հայաստանի պատմամշակութային վայրեր։ Թանգարան հիմնարկը ընդգծած է, որ նման նախաձեռնությունները կնպաստեն ցեղասպանություններու մասին գրթության, պատմական հիշողության պահպանման եւ երիտասարդներու մոտ մարդու իրավունքներու գիտակցության ուժեղացման։ Միջազգային երկրապահ գիտնականներու խումբը, օգտագործելով արբանյակային եւ երկրաշարժագիտական նորագույն տվյալներ, վերականգնած է Եփրատի գազམավորման միլիոնավոր տարիներու պատմությունը։ Nature Geoscience հանդեսին մեջ հրաբարակված ուսումնասիրությունը կբացահայտե, որ Եփրատի նախահայր հանդիսացող հնագույն գետերը սկիզբ պարած են հայկական լեռնաշխարհեն եւ անցյալին հոսած են այլ ուղղությամբ։ Գիտնականներու համաձայն շուրջ 5.4 միլիոն տարի առաջ այս գետերը կհոսեին թեպի արևմուտք եւ հարավ-արևմուտք, թափվելով միջերկրական ծով, իսկ անոնց ջրահոսքը կգերազանցեր ներկայիս Տիգրիսի, Եփրատի եւ Նեղոսի ընդհանուր հզորությունը։ Հետագային երկրագեղևի տեկտոնական փոփոխություններուն հետևանքով Մուրադ եւ Գարասու գետերը փոխած են իրենց ուղղությունը եւ հոսած թեպի հարավ-արևելք։ Անոնց միախառնումով կազմված է ներկայիս Եփրատը, որ իր վերջնական հունը ստացած է շուրջ 1.6 միլիոն տարի առաջ։ Բացահայտումը կհաստատե հայկական լեռնաշխարհի կարևոր աշխարհագրական դերը հնագույն աշխարհի մեջ։ Իրանի իսլամական հեղափոխության պահապաններու կորպուսը հայտարարած է Հորմուզի նեղուցի փակման մասին Իրանի թեմ ամերիկյան հարվածներու նոր ալիքին պայմաններուն մեջ։ Ըստ Press TV-ի նեղուցը փակ պիտի մնա մինչև դարաշրջանին մեջ ԱՄՆ-ի միջամտության դադրեցումը եւ ոչ մեկնավ պիտի արտոնվի անցնելու անգե։ Որոշումը ընդունված է նեղուցը հատել փորձող նավը ուղղությամբ նախասկուշական գրագործներեն յետք։ ԱՄՆ-ի հարվածերուն հետևանքով բայդումներ արձանագրված են Իրանի հարավային շրջաններում մեջ, իսկ Վաշինգտոն հայտարարած է, թե անոնք պատասխան էին քաղաքացիական նավու վրա Իրանի հարձակումին։ Ի պատասխան, Իրանը սկսած է ամերիկյան դիրքերու դեմ գործողություններ Մերձավոր Արևելքի մեջ։ Արաբական Միացյալ Էմիրություններու եւ Բահրեյնի մեջ հայտարարված է օդային տագնապ, իսկ ըստ հաղորդումներու վնասված են ամերիկյան հրամանատարական կետրոն եւ անօդաչու սարքերու կառավարման համագարկեր հորթանանի մեջ։ Իսրայելի խորհրդարանը հուլիս 17-ին պիտի ավարտե իր լիազորությունները, իսկ արտահերթ ընտրությունները նախատեսված են հոկտեմբեր 27-ին։ Մինչև նոր կառավարության կազմավորումը ընթացիկ իշխանությունները պիտի սպաղին միայն ընթացիկ հարցերով, ինչի պատճառով հայրուց ցեղասպանության ճանաչման բանաձևը չէ ներառված խորհրդարանի վերջին նիստերու օրագարկին մեջ։ Միաժամանակ Մերձավոր Արևելքի լարվածությունը, Իսրայելի ներքաղաքական զարգացումները եւ դարաշրջանային մրցակցությունները կշարունակեն ազդել երկրի արտաքին քաղաքականության վրա։ Ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցներ կբնտեն, թե տանտաղ գործընթացը կապված է Բաքվի պահանջներուն հետ, սակայն այս տեղեկությունը պաշտոնապես չէ հաստատված։ Վերլուծաբաններու կարծիքով Իսրայելի նոր կառավարության քաղաքական առաջնահերթությունները կրնան որոշիչ լալ հայրուց ցեղասպանության ճանաչման հարցի հետագա ընթացքին համար։ Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության նախկին տնօրեն պատմապան Արմինե Հայրապետյան հայտարարած է, որ Արցախի բնակրաված տարածքներուն մեջ հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը կշարունակվի։ Ան նշած է, որ վերջին դեպքերեն են Աստղաշեն եւ Այկեստան համայնքներուն մեջ հայրենական մեծ պատերազմի ու Արցախյան ազատամարտի նվիրված հուշագոթողներու ավերումը։ Արցախի հուշարձաններու վիճակի մասին տեղեկությունները կստացվին ընկերային ցանցերու հրաբարակումներեն եւ արբանյակային պատկերներեն։ Արմինե Հայրապետյան մտահոգություն հայտնած է նաև Ստեփանագերդի «Մենք ենք մեր սարերը» հուշագոտողի ոչնչացման գոչերուն կապակցությամբ, նշելով, որ ան այսօր արցախցիներու վերադարձի խորհրդանիշ դարձած է։ Պատմապանը ընդգծած է, որ Ադրբեջան կփորձե հայկական եկեղեցիներն ու վանքերը ներկայացնել որպես աղբանական կամ ութիական ժառանգություն, խեղաթյուրելով պատմությունը եւ վերացնելով հայկական հետքը։ Անոր գնահատմամբ ժառանգության ոչնչացումը կնպատակադրի հայազերծել Արցախը եւ ստեղծել գեղձ պատմական հիմքեր տարածքային պահանջներու համար։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։